Եգիպտոսի Իսմայիլա քաղաքում ավարտվեց ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունը։ Հայաստանից վերջինը մրցահարթակ դուրս եկավ գերծանր քաշային Գագիկ Մկրտչյանը։ Հայ ծանրորդը պոկում վարժությունում 155 կիլոգրամ արդյունքով զբաղեցրեց 9-րդ տեղը։ Հրում վարժությունում սպասելիքները մեծ էին, սակայն Մկրտչյանը 3 մոտեցումներն էլ ձախողեց և 0 ստացավ։ Հարգելի մարզասերներ, միայն ավելացնեմ, որ հավանեք մեր տեսանյութերը, որպեսզի մենք ավելի մոտիվացված շարունակենք մեր աշխատանքը։ Շնորհակալություն Արոշանյան մեդիայի կողքին լինելու համար։ Ու կանգնել, հրաշալի աշխատեց Գագիկ Մկրտչյանը։ Տպավորություն էր, որ կորցնում է ծանրաձողի նկատմամբ վերահսկողությունը։ Ներկայացուցիչը արդեն իսկ հարթակում է 148-ը, 149-ը և 150-ը գցելուց հետո ծանրորդները դեռևս գերազանց են աշխատում և այդ շարքը բնականաբար փորձելու է շարունակել նաև Գագիկ Մկրտչյանը։ Պահել ու կանգնել մի փոքր դժվարությամբ, բայց այս հատվածում նույնպես փայլում է։ Հրում վարժությունում ավելացնելու է ներկայիս։ Շատ ափսոս, 155-ով է ավարտում։ Գագիկ Մկրտչյան, Հայաստան, ծանրաձողի քաշը 190 կիլոգրամ է։ Սա ներկայացուցիչի առաջին մոտեցումն է հրում վարժությունում։ 345 կիլոգրամով երկամարտում բոլորին այս մոտեցումից հետո կշրջանցի Գագիկ Մկրտչյանը։ Կանգնեց ու հրել վերևում ու պահել։ Ոչ, չկարողացավ հավասարակշռությունը պահել Գագիկ Մկրտչյանը, տեխնիկական պարտավոր է այս քաշը հրել առաջին հերթին երկամարտում ցուցանիշ ունենալու համար։ Հետո միայն կարելի է որոշել տեղերը, դիրքերը։ Ծանր է սկսում, դադար, այստեղ հավաքում է իրեն Մկրտչյանը, բայց նորից հրել չի կարողանում, այս անգամ ավելի բարդ ստացվեց դրա համար փորձը։ Երկու մոտեցում ձախողեց Գագիկ Մկրտչյանը։ Մեկ փորձ նույն քաշը հրելու և 0 չստանալու համար։ Երկամարտում 0 չստանալու համար այլ տարբերակ չունի Գագիկ Մկրտչյանը, քան ռվել, պայքարել ու համոզել բոլորիս, որ այս քաշը նրա ուժերի սահմաններում է և պարզապես տեխնիկական խնդիրն է խանգարում նրան ֆիքսել քաշը։ Երկու անգամ 191-ը չի հրել, հիմա 190-ը չի հրել և հիմա 191 կիլոգրամ է կշռում ծանրաձողը։ Կանգնեց ու այստեղ է պետք։ Պահել, ոչ, երացին ձեռքերը, քաշը չի արձանագրվում, շատ ափսոս, երկամարտում Մկրտչյանը արդյունք չունի, բայց